Մեծ պատվիրանի աշակերտների, նահատակության մուտի ճանաչված վկաների հետ, որ վշտաչարչար մահացու մարմնով և անդամներով բազմատարրական ու ամենագիր, երկրավորական և բազմանված իրենց ունեցան, բոլոր նյութերեն գոյությունների տարեքերի դեմ կրի մողելով, սակազատված քարավորվեցին ու կենթանացան ընդմիշտ հոգեպես և արիաբար կրելով ամեն մահվան փորձություն։ Մենք 9-րդ դասանի աշակերտներս նախագծային աշխատանք ընտրել ենք գրականություն առարկան, թեման Գրիգոր Նարեկացու ուղին դեպի ներքին լույս։ Գրիգոր Նարեկացին ծնվել է մոտ 951 թվականին, նա եղել է հայ մեծ բանաստեղծ, աստվածաբան և հոգևորական։ Նա կրթություն է ստացել Նարեկավանքում, որտեղ հետո դարձել է վանական։ Նարեկավանքը եղել է գրականության, գիտության, կրթության ամենակարևոր կենտրոններից մեկում։ Նարեկավանքը 10-րդ դարի հայկական վանական համալիր էր Վասպուրական նահանգի Ռշտունյան գավառում, Վանա լճի հարավ-արևելյան ափում Նայգում։ Այստեղ են ստեղծվել բազմաթիվ ձեռագրեր, աղոթքներ և երգեր։ Գրիգոր Նարեկացին նույնպես ապրել և ստեղծագործել է Նարեկավանքում, իսկ Նարեկավանքը մինչ օրս չի պահպանվել։ Գրիգոր Նարեկացու մասին շատ քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հայտնի է, որ նա ծնվել է Վասպուրական նահանգի Ռշտունիկ գավառում, Վանա լճի հարավային ափի գտնվող Նարեկ գյուղում 951 թվականին։ Նա Անձևացյաց գավառի Խոսրով Անձևացի եպիսկոպոսի որդին է։ Մանուկ հասակից կապված է եղել Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որտեղ էլ հետագայում կրթվել ու դաստիարակվել է ժամանակի ամենազարգացած մարդկանցից մեկի Անանյա Նարեկացու մոտ, որը նաև նրա մոր եղբայրն էր։ Ուսումն ավարտելուց հետո դառնում է վանական, ստանում վարդապետի աստիճան, զբաղվում մանկավարժությամբ և գրական աշխատանքներով։ Հենց այդ ժամանակ է ստացել է Նարեկացի անունը։ Նրա մասին հյուսվել են զանազան լեգենդներ։ Հայտնի է, որ ունեցել է թշնամիների հոգևոր դասի բարձր շրջաններից, նա մեղադրվել է և անգամ հոգևոր դատարանքներ։ Գրիգոր Նարեկացին լույս չէր որոնում հեռուներում, նա իջավ մարդու սրտի ոտքը և այնտեղ բացեց լուսական ճանապարհ։ Այդ լույսը նա չպայեց իր համար, նվիրեց մարդուն, որպեսզի յուրաքանչյուր սերունդ սովորի մթությունից անցնել դեպի ներսի լուսավորություն։ Եվ ով համարձակվեց անցնել այդ լրության ճանապարհը, նա գտավ ոչ արտաքին փրկություն, այլ ներքին լուսավորություն։ Այսօր մենք մեր դպրոցական ընտանիքին ենք բերել Նարեկացու լույսից ծնված մի փոքրիկ շունչ։ Նարեկացին իր աղոթքներով մեզ սովորեցրեց, որ ամեն մարդ կարող է բացել իր ներսի լույսի դուռը, եթե միտքը արդար է, խոսքը մաքուր, իսկ սիրտը շնորհով լի։ Այն կրում է մի կարևոր խորհուրդ. լույսը փոխանցում է լույսով և գիտության ճանապարհը վարանում այնքան ժամանակ, քանի դեռ սրտերսնում է բարությամբ և նվիրումով։ Նարեկացին իր աղոթքներով մարդուն առաջնորդում է մեղքերի գիտակցման և ինքնաճանաչման ճանապարհով։ Այդ ճանապարհին մարդն անցնում է խոնարհության, զղջման և հոգևոր մաքրման փուլերով։ Ուսումնասիրելով նրա տաղերը, գանձերը, մատյան ողբերգության պոեմը, հասկացանք, որ Նարեկացու համար ներքին լույսը Աստծո հետ միավորվելու և հոգու խաղաղություն գտնելու վիճակ է։ Գրիգոր Նարեկացու մատյան ողբերգության պոեմը հայ միջնադարյան գրականության գլուխգործոցն է։ Պոեմը բաղկացած է 95 գլխից, ժանրային առումով այն քնարական է։ Պոեմը հայտնի է նաև Նարեկ անունով։ Պոեմում Նարեկացին փորձում է մարդկանց բոլոր մեղքերը վերցնել իր վրա։ Նա տարակուսում է, կարող է հասնել իր իդեալին, Աստծուն։ Քանի որ Աստծուն հասնելու համար մարդ պետք է մաքուր լինի ամեն տեսակ թերություններից։ Մաքրությանը, կրուսին, կատարելությանը հասնելու համար մարդ պետք է խոստովանի և դատապարտի իր վատ արարքները և մեղքերը։ Մենք մեր համատեղ ջանքերով փորձել ենք ստեղծել Նարեկավանք։ Վերցրել ենք չպետքական տուփեր, կտրտել ենք, համարակալել, մասեի բաժանել, ես կտրել եմ խաչը, հետո գմբեթ միասին ստեղծել ենք և ներկով ներկել։ Ես ու Շահանն էլ
ստանդարտ թղթի վրա ներկել ենք ծառը, կտրել ենք երկու մասին, հայտը ներկել է հայկը և երկու կողմանի կտրել ենք։ Մտնում ենք այսպես և ինքը ամբողջությամբ բերում ենք աղոքը։ Ընդունելով ինձ այն նույն հավատով, կործանումից ետ կարծիր, բարերար, բուժիր, ողորմած, այս ախտավարակ հիվանդությունից։ Մահվան եզերքից ետ դարձրու կյանքին, ով կենթանություն։ Հոնն եմ նաև ես, կյանք դու նրա հետ, ապակնություն։ Հոգով մեռածիս ընծայիր նորից շունչ կենթանություն։ Ով կյանք, հարություն և անմանություն, անհատ բարություն, անսպար շնորհ, անփոփոխ ներող, աճ ամենազոր, ձեռն ամենիշխան, մատն ամենամերձ։ Ամենցիր դու, Տեր, ես կփրկվեմ, ակնարկիր միայն քաղցր գթությամբ և կարդարանամ, ասալով խոսքով և վայրկենապես կդառնամ անմիտ։